Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ինքը իրեն հարց է տալիս. ինչու հենց այս ընտանիք, ինչու այս ծնողները, հենց այս հանգամանքները, այս մանկությունը, քո ցավերով, ուրախություններով, կորուստներով, անարդարությունները կամ ընդհակառակը, անհավանական ջերմություն, սա պատահականություն է, կենսաբանություն, թե դրանում ինչ-որ բան կա։ Նշանակում է Էդգար Քեյսի հայտնի Ամերիկայում ինչպես քնած մարգարեի պնդում էր, որ ոչինչ պատահական չի լինում, հատկապես ընտանեկան ընտրություն, իր յուրահատուկությամբ։ Տրանսի մեջ ընթերցումների համար հոգին սցենար է պատրաստում, ձեր նոր կյանքը նույնիսկ ծնվելուց առաջ։ Եվ մեջ այս սցենարում ընտանիքը մեկն է, առանցքային դեկորացիա, սա դա չի նշանակում մենք ծնվել ենք իդեալական պայմաններում, ընդհակառակը շատ հաճախ մենք գալիս ենք ընտանիքներ, որտեղ մեծ փորձություններ են սպասում, որտեղ ստիպված կլինեն հաղթահարել ցավը, որտեղ կարող են լինել դժվարություններ, թյուրիմացություններ, նույնիսկ դավաճանություն, բայց Քեյսին բացատրեց հոգին ընտրում է ոչ թե հարմարավետություն, այլ աճ։ Բազմաթիվ նիստեր դրանից նա անդրադարձել է հոգիների գրքին, որտեղ, ըստ նրա խոսքով, տեղեկություն է յուրաքանչյուր անձի նախորդ մարմնավորումները։ Նա տեսավ, որ հոգին է ընտրում ծնողներին, հիմնված կարմայական փորձի վրա, այն փաստը, որ պետք է ապրել, աշխատել, բուժել կամ վերջացնել։ Օրինակ, մի մարդ, ով դավաճանել է ընտանիքին անցյալ կյանքում, գուցե ծնվել նոր կյանքում որպես երեխա ընտանիքում, որտեղ հայրը գնում է ընտանիքից, որպեսզի նա զգա այն, որը նա մի անգամ պատճառել է, ոչ թե որպես պատիժ, այլ հակառակը, որպես ճանապարհ դեպի հասկացողություն, կամ ընդհակառակը հոգի, որն օգնում էր ուրիշներին։ Նախորդ կյանքում կարող է ծնվել սիրող ընտանիքում որպես նվեր արդեն փախված դասերից, ամենահայտնիներից դեպքերից մեկը, գործով արձանագրված Քեյսիի գրվածքներից, տղան, ով անընդհատ կրկնում էր, որ նրա մայրն իրական չէ, ասաց, որ նա պետք է ծնվեր այլ ընտանիքում, բայց ինչ-որ բան սխալ ստացվեց։ Ծնողները բերեցի երեխան Քեյսիի մոտ և նա հաստատեց, այո, ըստ նախնական ծրագրի, հոգին պետք է ծնված լիներ այլ ընտանիքում, բայց վերջին րոպեի թրթռումների փոփոխություն հանգեցրել է տեղաշարժի, և այս նոր ընտանիքը սխալ չէ, այլ նոր հնարավորություն։ Քեյսին հավատում էր, որ հոգին միշտ ստանում է այն ճշգրիտ միջավայրը, որը համապատասխանում է իր ներքին կարիքներին, իր զարգացման ներկայիս մակարդակում, և ամենից հաճախ ընտանիքը մեր անցյալ կյանքերի արձագանքն է։ Մենք չենք վերադառնում անծանոթների մոտ, այլ նրանց մոտ, ում հետ արդեն կապված ենք եղել, երբ մենք հետ ենք նայում մեր մանկությանը, իր տրավմաներով, դժգոհություններով, չարտահայտված խոսքերով։ Մենք հաճախ հարցնում ենք. ինչպես կարող էր սա լինել հոգու ընտրությունը։ Ինչպես կարող էր հոգին, ինչ-որ բարձր, մաքուր և հոգևոր բան, համաձայնվել ծնվել մի ընտանիքում, որտեղ այն չի սիրվում, դավաճանվում կամ նույնիսկ վիրավորվում է։ Էդգար Քեյսին հեշտ պատասխաններ չէր տալիս։ Նա ասաց. հոգին զոհ չէ, այն ուսանող է, երբեմն ուսուցիչ, երբեմն պարտապան, բայց միշտ նա է, ով ընտրություն է կատարում։ Նույնիսկ ամենադժվար կյանքն ունի իմաստ, և նույնիսկ ամենադժվար ծնողները հայելի են։ Ոչ թե պատիժ, այլ հոգու խորը հարցի պատասխան, որը տրվել է ծնվելուց առաջ։ Ինչ պետք է ապրեմ, որպեսզի մոտենամ լույսին։ Քեյսին բացատրեց, որ հայրն ու մայրը ոչ միայն ԴՆԹ ֆիզիկական կրողներ են, նրանք երկու հոգիներ են, որոնց հետ դուք արդեն ունեք կարմայական խճճվածքներ, և այդ խճճվածքները կամ պետք է քանդվեն, կամ ամրապնդվեն։ Որոշ դեպքերում դուք ծնվում եք ներելու, մյուսներում աջակցություն ստանալու, մյուսներում սովորեցնելու համար։ Նա նաև նշեց, որ հոգին հեշտությամբ է ընդունում մարտահրավերները, նույնիսկ մարմնավորումից առաջ, տեսնելով հնարավոր տարբերակների ամբողջ սպեկտրը։ Մեկ ընտանիքն ավելի պարզ է, մյուսը ավելի բարդ, բայց այն ընտրում է ոչ թե հարմարավետը, այլ ավելի խորը, քանի որ միայն խորը ջրերում է աճում իրական ուժը։ Հետաքրքիր է, որ Քեյսին նաև նշեց, որ հոգին պարզապես չի ընտրում ընտանիք։ Այն ձգվում է դեպի այն վիբրացիաներին, որոնք ամենից շատ են կապված իրեն։ Եթե երեխան ծնվում է քաոսի մեջ, դա նշանակում է այդ քաոսի մեջ դեռ կյանքը է ապրում։ Եթե սիրո մեջ է, դա նշանակում է, որ հոգին գրավել է այն սերը, որը մի ժամանակ տվել է իրեն։ Նա նաև ուշադրություն հրավիրեց մորտերի վրա։ Նրա խոսքով, մայրը հոգու ուղեցույցն է դեպի երկիր, և նրա հետ հարաբերությունները հաճախ ցույց են տալիս հոգու ամենակարևոր դասերը, որտեղ ցավ կամ մոր հետ հարաբերություններում այնտեղ է գտնվում աճի ամենախորը կետը։ Որովհետև հենց մայրական սիրո կամ դրա բացակայության միջոցով է հոգին սովորում վստահություն,
ընդունում եւ ներողամտություն, որ հետ իրավիճակը մի փոքր այլ է։ Նա խորհրդանշում է կառուցվածք, կարգուկանոն, ուժ, ուղղություն։ Եթե մայրն այն ուղին է, որով հոգին մտնում է, ապա հայրն այն ուղղությունն է, որով այն կգնա։ Եվ այս ուղղությունը միշտ չէ, որ հեշտ է, բայց միշտ կարևոր է։ Քեյսին նաև ասել է, որ հոգին գիտի, թե որ երկրում է ծնվելու, ինչ մշակույթում, ինչ հողում։ Եվ սա պատահական չէ, քանի որ ծննդավայրը ձևավորում է համատեքստը, իսկ համատեքստը առաքելությունը։ Շատերի համար դժվար է ընդունել, որ իրենց դժվար մանկությունը իրենց սեփական հոգու ընտրությունն էր։ Սակայն Քեյսին ասել է. հոգին չի վախենում ցավից, միայն մարմինը է փնտրում մխիթարություն, իսկ անհատականությունը հաստատում։ Հոգին փնտրում է փորձառություն։ Այն չի գալիս հանգստանալու, այլ աճելու։ Եվ ամենից հաճախ ամենաուժեղ աճը տեղի է ունենում հենց այնտեղ, որտեղ ցավ կա։ Քեյսի խոսքերով, հոգիները շատ հաճախ կամավոր կերպով ընտրում են մարմնավորվել խնդրահարույց ընտանիքներում, կարմայական ցիկլը խզելու համար։ Պատկերացրեք, որ ձեր նախնիները ապրել են վախի, տրավմաների մեջ, սերնդեսերունդ փոխանցելով ցավն ու լռությունը, իսկ հետո դուք եք գալիս։ Հոգի, որն ապրել է նախկինում եւ ունի բավարար ուժ այս շղթան կանգնեցնելու համար։ Քեյսին նման մարդկանց անվանել է փոխակերպման կրողներ։ Նրանք հաճախ մանկուց զգում են, որ տարբեր են, որ չեն տեղավորվում ընտանեկան սովորական կաղապարների մեջ։ Նրանց սիրելիները կարող են չհասկանալ նրանց, կարող են ծաղրել նրանց գայունությունը կամ դաժանորեն ճնշել, բայց հենց նրանք են, որ դառնում են ընտանիքի պատմության շրջադարձային կետ։ Նրանց միջոցով է գալիս ինչ-որ նոր բան։ Իր ընթերցումներում Քեյսին հաճախ է ասել, որ հոգիները ոչ միայն ծանոթ են միմյանց, այլև երբեմն դերից դեր են անցնում։ Մեկը, ով ձեր հայրն է եղել անցյալ կյանքում, գուցե ձեր որդին է այս կյանքում, իսկ ձեր երեխան մի ժամանակ ձեր ուսուցիչն է եղել, թե ինչու մենք երբեմն զգում ենք, որ մարդուն ճանաչում ենք առաջին հայացքից։ Այս կապերը այս կյանքից չեն։ Դրանք նույնքան հին են, որքան հոգին ինքը։ Նման կապերը նաև բացատրում են դժվար ընտանեկան հարաբերությունները։ Շատ հաճախ հոգին ընտրում է ծնվել մի ընտանիքում, որտեղ հանդիպում է մեկ այլ հոգու, որի հետ կոնֆլիկտ է ունեցել։ Եվ այս կոնֆլիկտը պետք է լուծվի, ոչ թե կրկնվի, ոչ թե վրեժ լուծվի, այլ բուժվի։ Դա դժվար է, բայց այդպես է ավարտվում կարման։ Պատկերացրեք, որ դուք ծնվել եք խիստ, սառը հայր ունեցող ընտանիքում, բայց ձեր հոգին արդեն անցյալ կյանքում ապրել է նրա հետ։ Եվ հիմա դուք հնարավորություն ունեք այլ կերպ ընտրելու, ոչ թե ագրեսիային ագրեսիայով արձագանքելու, ոչ թե փախչելու, այլ փոխակերպելու հարաբերությունները, հասկացողության միջոցով, կարեկցանք։ Այո, սա պահանջում է հսկայական ուժ, բայց հոգին գիտի, որ այն ունի։ Քեյսին նաև ասել է, որ որոշ հոգիներ գալիս են դժվար ընտանիքներ, մյուս անդամներին աջակցելու համար, այսինքն ոչ թե իրենց սեփական աճի համար, այլ օգնելու համար։ Սրանք ծառայության հոգիներ են, որոնք լուր կատարում են իրենց առաքելությունը, հաճախ զոհաբերելով իրենց, բայց նրանց ներկայությունը փոխում է մթնոլորտը, լուսավորելով տարածությունը, նույնիսկ միայն իրենց սիրով։ Իր տրանսային ընթերցումներում Էդգար Քեյսին բազմիցս ասել է. հոգին այս աշխարհ պատահականորեն չի գալիս։ Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ մտածել է. ինչ է այս ծրագիրը եւ ով է այն ստեղծում։ Եվ արդյոք մենք իսկապես համաձայն ենք մեզ հետ պատահող ամեն ինչի հետ։ Այնուհետև նա բացատրեց, որ նախքան հոգին նոր կյանքի մեջ մարմնավորվելը, այն անցնում է մի տեսակ խորհրդակցություն։ Հանդիպում բարձրագույն հոգևոր էակների հետ, որոնց նա անվանում էր խորհրդատուներ։ Նրանց հետ միասին հոգին վերանայում է իր նախորդ մարմնավորումները, վերլուծելով սխալները, անավարտ դասերը եւ չլուծված վերքերը։ Այնուհետև որոշում է կայացվում, թե որ ընտանիքն ընտրել, որ մարդկանց հետ շփվել եւ ինչ մարտահրավերների դիմակայել։ Այս սցենարը խիստ ճակատագրական չէ։ Այն ուղղության շրջանակ է։ Մենք տիկնիկներ չենք, մենք ունենք ազատ կամք, բայց հիմնական պահերը նախապես են ընտրվում, եւ ընտանիքը այդ կետերից առաջինն էր։ Քեյսին սա անվանել է հոգու ծրագիր։ Այն ներառում է ոչ միայն հարաբերություններ, այլև ի հայտ եկող հիվանդություններ, հայտնաբերվող տաղանդներ, այցելության վայրեր եւ նույնիսկ ճգնաժամեր, որոնք պետք է ապրել արթնանալու համար։ Մեկը կարող է հարցնել. ինչու ընտրել տառապանքը։ Ինչու մտնել մի մարմին, գիտակցելով, որ դա դժվար կլինի։ Քեյսի պատասխանը պարզ էր. հոգին չի վախենում ցավից, այն վախենում է անիմաստությունից։ Տառապանքից ավելի վատը դատարկ, չիրականացված կյանքն է։ Երբ հոգին չի կատարում այն, ինչի համար եկել է, այն ստիպված կլինի վերադառնալ կրկին ու կրկին։ Ահա թե ինչու է ընտանիք ընտրելը այդքան կարևոր քայլ, քանի որ հենց ընտանիքի ներսում են ամենից հաճախ ձևավորվում ամենաուժեղ ներքին ծրագրերը։
Հոգին կարող է ընտրել նյութապաշտ ծնողների հոգևորություն սովորելու համար, կամ անգնահատելի մոր, անվերապահ սեր սովորելու համար։ Այն կարող է ընտրել քույր եղբայր, որը անընդհատ մրցակցում է, սովորելու չհամեմատել իրեն ուրիշների հետ, եւ յուրաքանչյուր ընտրություն իմաստ ունի։ Քեյսի խոսքերով, երբեմն հոգին նույնիսկ դժվար փորձառություններ է խնդրում, եթե ցանկանում է արագացնել իր աճը։ Իր տրանսի սեանսներում նա նկարագրել է դեպքեր, երբ հոգին ընտրել է մարմնավորվել սահմանափակ կարողություններով մարմինների կամ դժվար ընտանիքների մեջ, ոչ թե որպես պատիժ, այլ որպես խորը գիտակցության ուղի։ Նա ընդգծեց, որ ինչու ես հարցնելու փոխարեն ավելի լավ է հարցնել. ինչու սա ինձ տրվեց, որովհետև բոլոր պատասխաններն արդեն հոգու մեջ են։ Քեյսի ընթերցումներում ամենացայտուն գաղափարներից մեկը ընտանիքներում կարմիկ հանգույցների գաղափարն է։ Նրա խոսքով, հոգիները հաճախ մարմնավորվում են նրանց հետ, որոնց հետ նրանք արդեն սերտ կապեր են ունեցել անցյալ կյանքում, սակայն այդ կապերը միշտ չէ, որ ներդաշնակ են։ Ընդհակառակը, հոգին հաճախ վերադառնում է նույն այդ մարդկանց մոտ, ներելու այն, ինչը երբեք չի ներվել, բուժելու հին վերքերը, լրացնելու այն, ինչը չի ասվել, կամ ընդհակառակը, սովորելու թողնել այն մեկին, ում հետ նրանք մի ժամանակ խորապես կապված են եղել։ Քեյսին օրինակ բերեց. անցյալ կյանքում բռնարար հայր եղած մարդը կարող է վերածնվել հաջորդ կյանքում նույն հոգու որդու հետ, բայց հակառակ դերում զգալու այն, ինչ մի ժամանակ արել է մեկ ուրիշի հետ։ Եվ հակառակը, նրանք, ովքեր սիրեցյալներ են եղել, կարող են դառնալ քույր եղբայրներ, սովորելու սիրո նոր ձև, առանց սեռականության, առանց ունեցվածքի։ Սա անսովոր է հնչում, նույնիսկ ցնցող, բայց Քեյսին այսպես էր տեսնում այս կապերը։ Ընտանեկան ոչ մի հանդիպում պատահական չէ։ Նույնիսկ դժվար հարազատները, նրանք, ում մենք չենք կարողանում հասկանալ, կամ որոնց հետ մենք անընդհատ հակամարտության մեջ ենք, կարող են լինել մեր հոգու ամենակարևոր ուսուցիչները։ Ոչ թե մեզ կոտրելու, այլ մեզ ուժ, խորություն, ներողամտություն եւ ինքնահարգանք գտնելու համար։ Երբեմն հենց նրանք են, ովքեր մեզ վիրավորում են, որ մեզ մեջ արթնացնում են ինչ-որ բան, որը մենք երբեք չէինք հայտնաբերի այլ հանգամանքներում։ Քեյսի խոսքերով, սա բարձրագույն նպատակն է։ Նա նաև հավատում էր, որ երեխաներն են ընտրում իրենց ծնողներին եւ ոչ թե հակառակը։ Եվ հաճախ ոչ թե այն պատճառով, որ ծնողներն ավելի լավն են, այլ այն պատճառով, որ նրանց միջոցով է հոգին կարող անցնել անհրաժեշտ փորձառությունը։ Օրինակ, բարձր հոգևոր գիտակցություն ունեցող երեխան կարող է ընտրել կրոնականից հեռու ծնողների ավելի խորը սիրել սովորեցնելու համար։ Կամ ընդհակառակը, անցյալ կյանքում իշխանություն չարաշահած հոգին կարող է ընտրել ծնվել համեստ եւ ճնշված ընտանիքում համեստության դաս սովորելու համար։ Քեյսին ասել է. մենք բոլորս միմյանց ուսուցիչներ ենք, եւ ընտանիքում յուրաքանչյուր դեր հայելի է, որի մեջ հոգին տեսնում է իր իրական եսը։ Այսպիսով, երբ մենք հարցնում ենք, ինչու հենց այս ընտանիքը, ինչու հենց այս ծնողները, պատասխանն է, որովհետև հոգին գիտեր, որ այստեղ, այս վայրում է, որ ամենաշատը կմեծանա։ Եվ սա նախադասություն չէ, այլ հասկացողության, ընդունման եւ զարթոնքի բանալին։ Երբ մենք ընդունում ենք այն գաղափարը, որ հոգին գիտակցաբար է ընտրում իր ընտանիքը, դա փոխում է ոչ միայն անցյալի մեր ընկալումը, այլև մեր ամբողջ կյանքը։ Էդգարը շեշտել է. այս ճշմարտության ճշմարիտ հասկացողությունը մարդուն տանում է դեպի խորը, ներքին զարթոնք, քանի որ զոհի մտածելակերպը վերանում է։ Հարցը՝ ինչու են հավատացյալները, ինչու եմ ես այդքան անհաջողակ եղել, անհետանում են, եւ առաջանում է նոր հարց՝ ինչ դաս պետք է սովորեմ։ Սա չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք դաժանությունը կամ բռնությունը։ Բացարձակապես ոչ, բայց դա նշանակում է տեսնել իմաստ ցավի հետևում, խնդրել ոչ թե մեղքի, այլ իմաստության մեջ։ Երբ մարդը սկսում է իր սիրելիներին ընկալել ոչ միայն որպես մայր, հայր, եղբայր կամ երեխա, այլ որպես հոգիներ, իրենց սեփական պատմություններով, առաջանում է մի բան, որն ավելին է, քան պարզապես կապը, հասկացողություն, կարեկցանք, խորություն։ Քեյսին սովորեցրել է. մեզանից ոչ ոք պատահականորեն չի հանդիպում, նույնիսկ մի պահ։ Մեր ընտանիքի անդամները հին ծանոթներ են, երբեմն հին պարտապաններ, եւ մեր հարաբերությունները կամուրջներ են հավերժության միջով։ Եվ այն պահին, երբ մենք ընդունում ենք դա, կյանքը փոխվում է։ Մենք սկսում ենք երեխային տեսնել ոչ թե որպես նախագիծ, այլ որպես հավասար հոգի, որը եկել է ոչ միայն սովորելու, այլև սովորեցնելու։ Մենք կարող ենք թողնել ծնողների նկատմամբ դժգոհությունը, քանի որ հասկանում ենք, որ գուցե մենք ինքներս ենք խնդրել նրանց լինել հենց այդպիսին, այս փորձությունը հաղթահարելու համար։ Մենք կարող ենք ներել ինքներս մեզ, քանի որ հոգու ճանապարհորդությունը տեսնում ենք ոչ թե որպես սխալների շարք, այլ որպես փորձառությունների շարք։ Քեյսն ասել է, որ մարդը կարող է փոխել կարման,
փոխելով իր գիտակցությունը, քանի որ ընտրությունը միշտ մնում է։ Մենք ծնվում ենք որոշակի ընտանիքում, բայց ինչ ենք անում դրանով։ Ինչպես ենք շարունակում ապրել։ Ինչպես ենք արձագանքում։ Սա մեր ընտրությունն է ներկայում։ Եվ երբ մենք սկսում ենք ապրել այս գիտակցությամբ, կյանքը երբեք նույնը չի լինի։ Մենք այլևս խրված չենք սցենարի մեջ։ Մենք համահեղինակներ ենք, մենք հոգիներ ենք, որոնք ընտրել են միմյանց։ Եվ հիշեք, ամենակարևորը սերը միակ ուժն է, որը գոյատևում է բոլոր մարմնավորումներից հետո։ Եթե այս ուղերձ արձագանք կտավ ձեզ մոտ, գրեք մեկնաբանություններում, եթե երբևէ զգացել եք, որ ձեր ընտանիքը ավելին է, քան պարզապես կենսաբանություն։ Հնարավոր է, որ դուք նույնպես ինտուիտիվորեն գիտեիք, որ անցյալից ինչ-որ բան կապում է ձեզ։ Հավանեք այս տեսանյութը, որպեսզի այն հասնի պատասխաններ փնտրողներին։ Եվ բաժանորդագրվեք, եթե ցանկանում եք շարունակել այս գիտակցության ճանապարհորդությունը մեզ հետ, քանի որ սա միայն սկիզբն է։